ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիտորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության եւ որևէ խախտումներ չի հայտնաբերվել, դա կա եւ այդ արձանագրությունները ուղարկվել է, նույնն էլ այդ զուգ ձկնամթերքի հետ կապված ձկնաբուծարաններից վերցվել է նմուշներ, որը որ գնացել է փորձաքննության եւ պատասխանները ներկայացրել են, որ այդ տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդությունները չեն հայտնաբերվել։ Գյուղմթերքի հետ վերաբերյալ Ծիրան, Ելակ դե Ծիրանը մի քիչ դեռ չէր հասցրել գնա, լոլիկի պարագայում մենք ասել ենք, որ մեր լոլիկը վակցինացվում է եւ մենք ապացուցել ենք, այսինքն այդ կարանտին վնասատուն, որոնք որ շեշտվել էր գրության մեջ, որը կա, դա վակցինացված է եւ ինքը, այսինքն լաբորատոր արդյունքում ցույց է տալի, որ իր հակամարմինն է ցույց տալիս, այսինքն կա չափս, ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է, այսինքն վակցինացված է լոլիկի մասով, ինչ վերաբերում է կլուբնիկ եւ մնացածին, սենց համառոտ ասեմ, այո, թրիպսը կար հայտնաբերված եւ երբ որ ռուսական կողմն էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգում իրականացում, 6-7 տնտեսություններից մի տնտեսությունում հայտնաբերվել էր։ Մեկում կար, բայց այդ թրիպսը ինքը կենթանի միջատ է, որը որ թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարա չլինի, բայց ամեն դեպքում, սահմանահատման դեպքում ինքը այո համարվում է առանձին վնասատու։